Բարեձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր հունիսի 10-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Սկսենք հայաստանյան իրադարձություններից, որովհետև Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն ներպետական լարվածությունը ուղղակի դրդում է բախման։ Հիմա հասկանանք ինչ է տեղի ունենում, նոր կանցնենք աշխարհաքաղաքական իրադարձություններին։ Հերթական գրառումն է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել է. Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու սիրելի հավատավոր հետևորդներ, որպես ձեզնից մեկը դիմում եմ ձեզ, մեզ անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Մայրաթոր Սուրբ Էջմիածնի վեհարանը ազատելու և կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ։ Այս փուլում պիտի ստեղծենք համակարգող խումբ, վերը նշված օրակարգի կազմակերպչական հարցերը կարգավորելու համար, համակարգող խմբի առաջին 10 անդամների ընտրության պատասխանատվությունը կվերցնեմ ինձ վրա, վերը նշված չափանիշների շուրջ ունեցած զրույցների գնահատմամբ։ Իհարկե բավական երկար էր իր այդ գրառումը, որը իմաստ չունի այդ ամբողջին անդրադառնանք, կարևորը հիմա սա է։ Ինքը կատեգորիկ կերպով հայտարարում է, որ այլևս պետք է խումբ ստեղծել ազատելու վեհարանը Գարեգին II-ից, այսինքն ինքը համարում է, որ ապացուցված է նրա մեղքը ապացուցելու իրավասությունը որպես շարքային քաղաքացի իրաններ, ինքը դա ապացուցել է ձեռի տակ ունի արդեն նյութերը, ապօրինի ձևով ձեռք բերված, եւ դա իրան հիմք է տալիս խումբ ստեղծել եւ գնալ արդեն գրավել, այսպես ասած, եւ նաեւ նոր ընտրություններ կազմակերպել, թե ով է նոր ընտրություններ կազմակերպելու իրավասությունը տվել վարչապետին։ Իհարկե այստեղ խնդիրը ինչի վրա է կառուցած Փաշինյանի։ Մտածում է, որ Գարեգին II-ի արածները եւ հազարով մի հարցերը հաշվի առնելով բավական վարկաբեկված է հասարակության լայն շրջանակների կողմից Գարեգին II-ը, բայց Նիկոլ Փաշինյանը մոռանում է, որ այդ շատ ավելի մեծ լայն շրջանակների կողմից վարկաբեկված է նույն ինքը։ Եթե երկու վարկաբեկված կռվի մեջ են մտնում, դրանից հաղթող որպես այդպեսին չի կարող լինել։ Ով էլ հասարակության միշտվար զանգված, ասում է երկուստ էլ գնացեք։ Ինչքան դու նրան մեղադրում ես, ասում է նրա մեղքը գիտենք, բաքոնը մի հատ ասա։ Բայց ծայրից ծայր մեղք ես, բա դու ինչի քոնը չես նայում։ Ձեր բռնեք գնացեք տուն։ Ինչքան ուզում ասես, նա նախկինների հետ կապված էր եւ այլ եւ այլ։ Այո, կարող է Մայրաթոռում լինեն եկեղեցու սպասավորներ, որոնք դժգոհ լինեն Գարեգին II-ից, մի զարմանալու բան չկա։ Կամ էլ ունենան ամբիցիա, որ իրանք ավելի բարձր դիրք գրավեն, եթե իշխանափոխությունը լինի, այսինքն եթե քաղաքացիական պայմանագիրը հաղթի Էջմիածնում, Մայրաթոռում։ Բայց ուրիշ խնդիր է, եթե դուք օբյեկտիվորեն դժգոհ էիք Գարեգին II-ից, իսկ հիմքեր ինչքան ասեք, բան չի չէիք խոսում։ Խոսայիք, կանգնեիք, ասեիք, էս ինչ է, մենք չենք ծառայում։ Դու ինչ աստծո սպասավոր, երբ որ էս բաներն ես անում։ Բա ասեիք, թքեիք, գնայիք։ Կասեիք կվերադառնամ այն ժամանակ, երբ որ դու չես ելնի այդտեղ։ Ու միանայիք ցանկացած շարժման, որ ասեիք, ես չեմ պատրաստվում հոգևոր իմ առաքելությունն իրականացնեմ մի պարագայում, որ աստծո տաճարը զբաղված է։ Մենք դա կհասկանայինք։ Բայց եթե այսօր սուսուփուս մոմերը վաճառել եք, փողերը վերցրել եք, կնքել եք, միջոցառումներ եք արել, սքո արարողություններ եք արել, ամեն ինչից օգտվել եք, եւ մեկ էլ այսօր մտածեք միանանք ԿՊ-ին, ներքին հեղաշրջում անենք կամ ներսից ինֆորմացիա հանենք, դա չի կարող ազնիվ դիտարկվել եւ հաստատ թիմի ներսում դա լավ չի նայվելու։ Իհարկե կարող է հիմա մտածեն հաղթենք, թե մի ում է դա հետաքրքրում։ Չէ, դա հետաքրքրում է, որովհետեւ եթե դուք ազնիվ էիք, անաչառ էիք, անեիք, բա ասեք, բա անենք գործից հանեն։ Հա, որ մենք թերություն ենք տեսնում ու ասում ենք։ Դրա համար էլ գործ չունենք, չգիտենք լավ ապրելու ձևերը, չգիտենք, որ աշխատավարձ, պարգևավճար, պետության հաշվին արտասահման շրջագայել, դա ընդամենը մի բան է,
Սազն առնում ես Նիկոլ Փաշինյանին գովում։ Այդ ինչ մի զարմանալու բարդ բան է, հա։ Ինչա ինֆորմացված ու մարդու համար բարդ բան է, հա, մի հատ երկու նախադասություն ասել ու վայելել կյանքը։ Այսինքն այդ ինչ ասելու բան է, բա գործից հանեն, հա թող հանեն։ Ինչ է եղել։ Բա սեղանին դրած է հայրենիքդ։ Մտածում ես, որ կարող սովամահալն ես։ Ինչի եմ ասում, որ դա չի անցնելու։ Բայց հիմա Նիկոլ Փաշինյանը սա ինչ է, ասենց լարված անում, այդ դեմը ընտրություններ է։ Ընտրությունների հետ կապված ինքը մի խնդիր ունի։ Ժամանակին ոնց է եղել, գնացել է ընտրության, ասել է ինձ վստահում եք, ես եմ Սերժ Սարգսյանին տուն ուղարկել, ինձ վստահում եք, դες այդ ցուցակը կազմել եմ, որովհետև խորհրդարանական ընտրություններ է, հով վարչապետ չեք ընտրում։ Ֆորմալ առումով պետք է այս թիմին ընտրեք, որպեսզի ես դառնամ վարչապետ։ Եվ քանի որ դե ընդունված բաներ, այսինքն ասում ես ուսապարկերից ընտրում եք, ես եմ այս ցուցակը ներկայացրել։ Վստահում եք ինձ, վստահեք այս ուսապարկերին։ Ու այնպես չի, որ այդ ուսապարկ արտահայտությունը իմ հորինածն է, լավ գիտեք, որ դա ընդունված ձևակերպում է Նիկոլ Փաշինյանի թիմի համար։ Ու այնպես էլ չի, որ իրանք դա այդպես չեն ընդունում։ Բայց հիմա իրավիճակը փոխվել։ Նիկոլ Փաշինյանը 26 թվականին վստահ չի, որ ինքը կգնա մի հատ ցուցակ կտանի եւ կասի այն ընտրեք ես ուսապարկերին, որպեսզի ես դառնամ վարչապետ։ Ինքը գիտի, որ ինքը խնդիր է ունենում։ Գյումրու ընտրություններն է ցույց տվեց, որ չկա որևէ ուժ, որը որ անցնելուց հետո իրան կմիանա։ Այն պակաս ձայնը կլռացնի։ Ինքը չի կարող հիմա ստեղծի որևէ ընդդիմադիր ուժ, որը որ անցնելուց հետո կմիանա Նիկոլ Փաշինյանին։ Չի կարող։ Կարող է ինքը շատ համակիր կուսակցություններ ունենա իր ձեռքի տակ, բայց դրանք 5% չհաղթահարեն։ Ու սա է, այսինքն ինքը գիտի, որ ինքը միակն է, որ պետք է ամեն ինչ անի, զոռովա, շարովա, շանտաժանելով, չգիտես ինչով, որպեսզի ինքը կարողանա մեծամասնություն ստանա, որտեղ նույնիսկ ինքը չի էլ կարող ասի այս թիմին ձայն տվեք, ձայն տվողը լինեն Նիկոլ Փաշինյանի հետ ասոցացվող ուժին, այնա Փաշինյանին կտան։ Իսկ ով Փաշինյանից զզվում է, կրկնակի զզվում է նրանց ծառայողներից, ասես չեք ամաչում, ուր եք գնաց հետևի տակ մտե։ Այսինքն ինքը գիտի, որ դա չի լինելու։ Դրա համար իրան այլևս ուսապարկ պետք չի, ժողովուրդ ջան, ինքը ցուցակ է կազմելու։ Իրան պետք է գլադիատորներ։ Ինքը հիմա ասում է, ես հիմա ինձ պետք է որ կռիվ տվող մարդիկ կլինեն։ Ոչ թե գաղափարական, դիշ գաղափար, հետո Փաշինյանը գաղափար ունի, որ մեկն է գաղափարական իրան միանա։ Դրա մասին չի խոսքը։ Էլի շահից դրթած միանա, բայց անելիք կարողանա ունենա։ Այսինքն պատրաստ է լի մեռնի հանուն Նիկոլի։ Այսպես ասած, այդ կարգի մարդիկ է իրան պետք, որ ասի մահվան գնացողը ողջունում է քեզ, ավ է Նիկոլ, այսպես։ Ու գնա մարտի։ Իսկ դրա համար իրան ինչ է պետք։ Ինքը տարբեր թեմաներ է բացում։ Ասենք հիմա դրեց շնորհավորեց Բայրամի առիթով Էրդողանին։ Մի օր հետո էլ շնորհավորեց Ալիևին։ Եվ ուսումնասիրեց 2 օր հետո տենց։ Ուսումնասիրեց թե ինչա։ Եվ տեսա, որ հասարակությունը չպորտկաց առանձնապես, իհարկե ով որ բացական կարծիք ուներ ասեց, մասնավորապես նաև ես, բայց նաև գտնվեցին մարդիկ հրապարակային, որ ասին շատ նուրբ դիվանագիտական քայլ էր Էրդողանին շնորհավորելը եւ Ալիևին շնորհավորելը։ Այսինքն սա մի քայլ, որտեղ ինքը առաջիկայում ոչ թե մենակ ընտրությանը պատրաստում, ինքը շեշտակի քայլերով ոտերն անգնելու Ալիևի եւ Էրդողանի։ Դա ակնհայտորեն պետք է անի, որտեղ դա է իր ընտրվելու երաշխիքը։ Եվ այս պարագայում մտածում է, իսկ բա որ հասարակության այդ խնդրեմ ունենա, դրա համար իրան այդ գլադիատորների բանակն է պետք, որ հիմա անի։ Հիմա ասում է, կաթողիկոսի դեմ ենք դուրս գալի։ Ասում են, այո, ճիշտ է, եկեղեցին վարկաբեկել է եւ այլ եւ այլ։ Մենք լավ գիտենք, որ այդ կռիվը կաթողիկոսի համար չի, ոչ թե Գարեգինի համար է։ Այդ մարդիկ, ովքեր որ դրան միանում են, այսինքն իրանք գիտեն, որ Նիկոլ Փաշինյանը հիմա անում է անօրինականություն։ Դու չես կարող օրինական պայքարես անօրինականության դեմ անօրինական քայլով։ Եթե դու դա պաշտպանում ես, ուրեմն դու Նիկոլ Փաշինյանին ես պաշտպանում, ոչ թե ինչ-որ մեկին դեմ ես։ Այսինքն սա նշանակում է իրան հիմա նոր թիմ է պետք։ Ու անպայման չի այդ նոր թիմը քաղաքացիական պայմանագիրից լինի։ Հրապարակային դաշտում ով որ գլխապատառ կգնա
դուրս կգա Էջմիածնի դեմ, ով որ կհայտարարի, ով որ էս կանի են կան, իհարկե կբացատրի, որ դա արվում է մաքրեն եկեղեցին, ով ոչ մեկը դրա վրա չի խաբվում։ Ինքը հիմա ասում է, տղեկ, եթե ուզում եք մտնեք ցուցակ, եթե ուզում եք ինձանից պաշտոն ստանաք, ուրեմն պետք է դուք մտնեք պայքարի մեջ, կռվի մեջ։ Հիմա կռիվ է, մահու կենաց կռիվ է, որտեղ եթե ինքը իշխանությունը կորցնի, ինքը հասկանում է դրա հետևանքները։ Այսինքն ասում չեք հասկանում, բայց այն մյուսներին էլ ասում է, եթե ես չեմ կարող ձեզ ցուցակ մտցնեմ, եթե դուք կռիվ չեք տալու։ Եթե դուք կյանքի գնով կռիվ չեք տալու, ես չեմ կարող ձեզ ցուցակ մտցնեմ։ Այսինքն պետք է մտցնեմ մարդու, որը որ հաղթանակ բերի իրանց։ Կյանքի գնով հաղթանակ բերի։ Ու դա կապ չունի կաթողիկոսը կլինի որևէ մեկը։ Սա ընդհանրապես այն կյանքերն անցնող, այսպես ասած Մարիո խաղի, որ սենց հերթով անցնի, անընդհատ դժվարանալու ճանապարհով գնա, որ վստահ լինի։ Եթե վաղը ինքը կանգնի ասի ժողովուրդ ջան, հասկացեք, մենք պետք է այն որ ասում են ռեգիոնալ քաղաքականություն ենք վարում, պետք է այն ցլերի պատմությունը լավ հիշում եք, որ պետք է Թուրքիայի եւ Ադրբեջանի ոտերն ընկնենք, ուրիշ ձև չունենք, մարդիկ ասեն, հա իհարկե, եթե մեր մանդատն ապահովում ես, բանգնենք, բա դու ընկնում ես, մենք չընկնենք, էսա հիմա ուղղակի ինքը ներկայացակայանը, զորահավաքը հայտարարել է, ժողովուրդ ջան, սա է, բայց պատրաստ է դրա համար երկիրը բախման տանի։ Իդեպ ասեմ ձեզ, շատերը կան, որ նույնիսկ ասենք իրանք առանձնապես հասարակության մեջ ձայն չունեն, բայց կգնան կկանգնեն մայրաթորի կողքը մենակ նրա համար, որ շատերի կողքը կանգնելով ասեն տեսեք եկեղեցու համար ենք պայքարում, այդ իսկ պատճառով գոնե իրանք ստանան, որ ընդհանուր ավելի մեծ համախմբման մաս կազմեն։ Ես ուղղակի գտնում եմ, որ ես իմ տեսակետը հայտնեցի, ոչ գրողողն եմ, ոչ էլ գրողից պաշտպանողը, ոչ թե նրան համար, որ վախենում եմ, որ կամ գրող եմ, դա մերը չի, որովհետև ոչ նայա ճիշտ, ոչ նա։ Դրա համար հանգիստ թողնենք իրանց, երկու կողմներ շատ մեծ ռեսուրս ունեն, թող իրանք իրար դեմ պայքարեն, մենք կոչ անենք, որ պայքարելը սխալ է։ Այս պահին նման բախման գնալը անիմաստ է, արդարացված չէ եւ որևէ առիթով չեք կարող ասեք հանուն վեհ նպատակների գնացինք կեղծիքների հանուն վեր նպատակների գնացինք էս արեցինք։ Այսինքն դա ակնհայտ է, որ հասարակության մի ստվար զանգված ուղղակի չպետք է պաշտպանի դա եւ չպետք է փորձի արհեստականորեն լարում մտցնի։ Ընդհակառակը պետք է ասի, որ այս պայքարը այս պահին, երբ որ աշխարհակաղակական իրավիճակը տեսնում ենք, ինչ է արդարացված չէ։ Այնպես որ ես ուզում եմ ասեմ, եթե առաջիկա ընտրությունների հետ կապված մենք էլ ենք մտածում, թե ինչ պետք է անել ունենանք, դրա համար հնարավորության դեպքում նաև մտածենք, որ այս ալիքին եթե ցանկանում եք հավանում եք սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, մաքսիմալ տարածեք, ցանկանաք մասնակից լինել մեր աշխատանքին, նկարագրական մասում էլ կա, էկրանի վրա էլ երևում է, այսինքն բացի այդ էլ ասենք եւ կապ հաստատել եւ մի խոսքով ուզում ասեմ, այդ ամեն ինչով կարող ենք առավելագույնը անենք, որտեղ տեսնում եք ինչ պայքար է եւ մենք դրա դեմ ինչով ենք պայքարում։ Հիմա նայենք աշխարհում ինչա կատարում, որովհետեւ լարվածությունը շարունակվում է եւ բոլոր ուղղություններով գրեթե, որի պարագայում մենք պետքա բավական զգոն լինենք։ Առավել եւս տեսնում ենք մեր իշխանությունն ինչով է զբաղված։ Իրանի գերագույն առաջնորդի միջազգային գործերով խորհրդական Ալի Ակբար Վելայեթին հայտարարությամբ է հանդես եկել։ Իրանն արագ եւ վճռական արձագանք է տվել Հարավային Կովկասում ճգնաժամին, երբ որոշ երկրներ փորձել են կապ ստեղծել Նախիջևանի եւ Ադրբեջանի միջեւ Հայաստանի միջոցով Զանգեզուրի միջանցք անվան տակ։ Մի ծրագիր, որն իրականում նպատակ ուներ մասնատել Հայաստանը եւ կտրել Իրանի կապը Եվրոպայի հետ, Իրանի Իսլամական Հանրապետությունը զգոնությամբ եւ հեղինակությամբ է դիմակայել դրան, խափանելով այս դավադրությունը։ Ինչպես խոստովանել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ամեն ինչ պատրաստ էր այս միջանցքի գործարկման համար, սակայն Իրանը թույլ չտվեց, որ այն կյանքի կոչվի։ Այս հայտարարությունը ցույց է տալիս, որ Իսլամական Հանրապետությունը նույնիսկ առանց Ռուսաստանի աջակցության կարողացել է պահպանել Կովկասի անվտանգությունը իմաստուն քաղաքականության միջոցով եւ կանխել ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածաշրջանում։ Իրանի խելացի ներկայությունը Հարավային Կովկասում ոչ միայն պաշտպանում է ազգային շահերը, այլև հանդես գալիս որպես ուժեղ արգելք տարածաշրջանում արտաքին ազդեցության դեմ, ընդգծել է Վիլայաթին։
Խորհրդական վիլայեթի խոսքով Զանգեզուրի նախագծի հետ կապված թշնամիների վերջնական նպատակն էր հյուսիսից մեկուսացնել Իրանը եւ հարավից շրջապատել Ռուսաստանը, սակայն այդ նախագիծը ձախողվել է։ Ինչու այսպես մանրամասը կարդացի, որովհետեւ ինչա ասում խորհրդականը գերագույն առաջնորդի։ Այսինքն կային պետություններ, որոնք ցանկանում էին Զանգեզուրի միջանցքը վերցնել եւ Հայաստանը մասնատել։ Դնենք մի կողմ, որ Իրանը կտրել հյուսիսից։ Հայաստանը մասնատելու մտադրություն ունեին, որը վճռականորեն կանխել է Իրանը։ Ովքեր էին այդ մասնատողները։ Ովքեր են։ Հիմա ինքը դա ասեց։ Իրանք մեզ օգնել են։ Մասնատողները ում նկատի ունի։ Մենք գիտենք, որ մասնատման մեջ առաջի դերակատարություն ունեցողները դա Թուրքիան եւ Ադրբեջանն են։ Ինքը համարում է, որ արևմուտքը դրա համար օգնել է, եթե արևմուտքը դրա համար օգներ, դա տեղի կունենար։ Որտեղ Թուրքիան էլ Ադրբեջանն էլ բավական ազդեցիկ հնարավորություններ ունեն, եթե արևմուտքը իրանց կանաչ ճանապարհ տար, իրանք դա կանեին։ Այսինքն դա ակնհայտ երևում է, որ այդպես չի, որ արևմուտքը ցանկանում էր, բայց Իրանը չթողեց։ Բայց այնուամենայնիվ Իրանը ասում է, որ Հայաստանը, որը ցանկանում է բացատրի, որ մենք նորմալ խաղաղ գոյակցություն կապահովենք, եթե Թուրքիայի ու Ադրբեջանի հետ լավ լինենք, պետք է ռեգիոնալ քաղաքականություն վարենք, էս անենք, մեկ էլ մենք Իրանի պաշտոնյայի բերանից լսում ենք, որ այդ երկրները, որոնց հետ Հայաստանը ցանկանում է հարաբերությունը լավացնի, ուզում էին Հայաստանը մասնատել, ուղղակի Իրանը թույլ չտվեց։ Հիմա եթե մենք հարց տանք Իրանին, ասենք երկրի անուն, դուր առանց անուն տալու մենք գիտենք ում նկատի ունի, չէ՞։ Մանավանդ որ ասում առանց Ռուսաստանի միջամտության կամ նրանց նպատակներ Ռուսաստանին կտրել ներքևից։ Այսինքն Ռուսաստանը անգամ չի համարում այդ մասնատողը։ Ինքը համարում է Թուրքիան, Ադրբեջան եւ նրանց թիկունքին կանգնած արևմտյան երկրներ։ Այդ դեպքում հարց Հայաստանի իշխանություններին։ Դուք լսում եք ինչ են ասում։ Այսինքն այդ ամեն ինչի մասին մենք գիտենք ու խոսել ենք, այնպես չի։ Որ ինչա ցանկանում Թուրքիան ու Ադրբեջանը։ Հիմա Իրանի պաշտոնյան ասում է, որ Թուրքիան ու Ադրբեջանը ցանկանում են Հայաստանը մասնատել, ես չթողեցի։ Հիմա հարց. Հայաստան դու, Հայաստանի իշխանություն շարունակում ես մեզ ասել, որ մեր փրկությունը իրանց հետ նորմալ քաղաքականություն վարելն է, դա է Հայաստանի հեռանկարը, սա մեկ, եւ երկրորդ, սա ինչի համար է տենց ասվում, ես փրկեցի, մենք գիտենք, որ ինքը միայնակ դա չի փրկել։ Այն ժամանակ, երբ որ Բայդենի ժամանակներն ասում, Ամերիկայի Միացյալ Նահանգներն ասում էր Հայաստանի տարածքը կարմիր գիծ է։ Այսինքն մենք միշտ ասում ենք, այս բալանսը, որ եւ Ամերիկան է ասում եւ Իրանը, մեզ շատ ձեռնտու է, որովհետեւ Իրանը նախ չի ասի, եթե տեսնեմ չի ստացվում զորք մտցնի Հայաստան, ասի դե ինչ անեմ, ուրիշներն էին մտնում, Ամերիկան զսպող գործոն լինի։ Մենք էլ իմանանք, որ այո, Իրանը դա չի անի, Իրանն էլ մտածի, որ ավելի լավ է Հայաստանին չնեղացնի, այլապես ստիպված կլինի դիմի Ամերիկային, Ամերիկան մտնի, որովհետեւ դա տեղի չունենա, Հայաստանին հանգիստ թողնեն։ Բայց խնդիրը ստեղ ուրիշ է։ Խնդիրը նա է, որ այսօր երբ որ Իրանը ասում է, որ ես քո տարածքը փրկեցի, քո տարածքային ամբողջականությունը ես երաշխավորեցի, որովհետև մասնատում էին արդեն եւ ակնարկում արևմուտքին եւ բնական է մեր հարևաններին, որովհետև ում ձեռքով դա պետք է անեին, այսինքն ինքը ինչ է ասում, Հայաստան իմացի դու ինձ պարտքես։ Դու ինձ ես պարտական, որ քո տարածքը չմասնատվեց։ Բաս այն չի համար ասում։ Որտեւ հասկանում է, վաղը կարող է Ռուսաստանի ազդեցությունը փոքրանա, վաղը Ռուսաստանը չկարողանա Ադրբեջանին աջակցել, որպեսզի ասի ես պետք է գամ ստեղ կանգնեմ, Ադրբեջանը կապվի Նախճեվանի հետ այդ տարածքը դեպի Թուրքիա եւ որը որ լինի Ռուսաստանի վերահսկողության տակ 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետով։ Սա նշանակում է Իրանը Հայաստանին բացատրում է մանավանդ տալիս է ՆԱՏՕ-ի անուն եւ այլ եւ Արևմուտքի անուն, որ հանկարծ եթե փորձես վերահսկողությունը Ամերիկային կամ Եվրոպային պատվիրակես, դու խնդիր ես ունենալու, որովհետեւ ես եմ քո անվտանգությունն ապահովել։ Իրանց այստեղ չմտցնես, դու ինձ ես պարտական։ Մենք տողատակեր չենք կարողանում կարդալ, սա ինչ է նշանակում։ Այսինքն ինքը ակնհայտորեն ասում է ես պահեցի։ Ու դա գին ունի։ Հանկարծ չմտածես,
որ այդ վերահսկողությունը եթե ճանապարհը բացվի, որտեվ հիշում եք, որ Եվրոպայից էլ էին ասում, մենք էլ ենք հետաքրքրված, որ այդ ճանապարհը բացվի, Ամերիկայից էլ էին ասում, մենք էլ ենք հետաքրքրված, որ այդ ճանապարհը բացվի, եւ հաշվի առնելով այդ հանգամանքը Իրանը շատ լավ էլ կարող է տեղեկացված լինի, իսկ Իրանի հետախուզական ծառայության հնարավորությունները անգամ Իսրայելից գաղտնի փաստաթղթեր վերցնելու մակարդակի է։ Մենք միշտ ասել ենք, չի կարելի թերագնահատել Իրանի հետ հարաբերությունները, ոչ էլ վտանգները, եթե ինքը ուրիշների հետ առճակատման գնա։ Այսինքն ես ուղղակի ուզում եմ ասեմ, որ Իրանը համենայն դեպս մեզ ասում է, մտքովդ չանցկացնես, որ ստեղ կմտցնես ուրիշներին, թե Սյունիքում վերահսկողություն սահմանելու այդ տարածքը եթե բացվի, թե առհասարակ։ Այսինքն սա նշանակում է, եթե Հայաստանի իշխանությունները հստակեցում չմտցրեցին, Իրան մտցնում են պարտքի տակ։ Իրանը մտցնում է պարտքի տակ։ Այն դեպքում, երբ որ հարցը Ամերիկայից չի կարգավորել, դուք պատկերացնում եք, այսինքն ինչա տեղի ունենում։ Ու սա հենց արտահայտություն չի, ժողովուրդ ջան։ Սա շատ ու շատ պետք է սրան նայել, որպեսզի մենք իմանանք, թե ի վերջո մեզ ինչ ասվեց։ Ամերիկայի հետ հարաբերությունը չկարգավորված Իրանը մեզ ասում է դու ինձ ես պարտական, որ տարածքը չեն կիսե։ Ինչ ա ուզում այդ դեպքում։ Հիմա շարունակություն է, որտեղ Իրանի հետ կապված հարցերը երբեք մենք երկրորդական չենք համարել։ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարությունը հայտարարություն է տարածել, որտեղ Իրանը սպառնում է հարվածներ հասցնել Իսրայելի թաքնված միջուկային օբյեկտներին։ Իրանի միջուկային օբյեկտների վրա սիոնիստական ռեժիմի ցանկացած հնարավոր արձակում անմիջապես կդիմավորվի Իսրայելի թաքնված միջուկային օբյեկտներին հարվածով։ Սիոնիստական թիրախները, հարվածի թիրախները արդեն Իրանի զինված ուժերի սեղանին են, ասվում է հայտարարության մեջ։ Այս հայտարարությունն արվել է իրանական հետախուզական ծառայությունների կողմից Իսրայելի միջուկային օբյեկտների վերաբերյալ արժեքավոր փաստաթղթերի հայտնաբերման ֆոնին, որը երեք այդ մասին խոսեցինք։ Հիմա ինչ է առաջանում։ Իրանը, որը մեզ ասում է, քո տարածքը մենք ենք պահել, ես եմ պահել, Իրանը ասում է, եթե Իսրայելը խփի, ես էլ ունեմ քո կոորդինատները, ես էլ քեզ կխփեմ։ Ինչի է այսօր նորից Իրանը հիշացնում, որ Իսրայելը կարող է հարվածի։ Ուրեմն թեման համարում է փակված չի։ Այսինքն Իրանը համարում է թեման փակված չի, մենք սենց պետք է արխային թեման փակենք ու երկրի ներսում մտածենք, թե որի կողմն անցնենք, որպեսզի տեսնենք ով է հաղթում։ Ժողովուրդ, մենք ինչու ենք զբաղված։ Այսինքն Իրանը իր այդ հզոր համակարգերով, հետախուզական ծառայություններով, այդ եկա երկիրը հիմա նորից հիշեցնում է, որ Իսրայել կարող է դու ինձ խփես, բայց իմացի ես քեզ կխփեմ, կոորդինատներն էլ ունեմ լրիվ։ Ու մենք դրան ուշադրություն չենք դարձնում, որ սա այն Իրանն է, որը վերև կարդացի, թե Հայաստանի հետ կապված ինչեր ասում։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Իսմայել Բաղային հայտնել է. Իրանը եւ Միացյալ Նահանգները հունիսի 15-ին Օմանի մայրաքաղաք Մասկատում կանցկացնեն անուղղակի միջուկային բանակցությունների հաջորդ փուլը։ Հիմա տեսեք, ստեղ էլ խնդիր կա։ Հա, անցկացնեք, բայց ինչով եք գնում բանակցության։ Երկու երկրները տարաձայնություններ ունեն ուրանի հարստացման մակարդակի շուրջ։ Բաղային լրագրողների այդ ճեպազրույցում ասել է, որ հարստացումը ռազմավարական անհրաժեշտություն է Իրանի միջուկային արդյունաբերության համար եւ ծառայում է երկրի ազգային շահերին։ Այս տեղական տեխնոլոգիան մշակվել է իրանցի գիտնականների տասնամյակների շարունակական ջանքերի շնորհիվ եւ այն ոչ մի կերպ բանակցությունների կամ փոխզիջման թեմա չէ, հայտարարել է արտգործնախարարության խոսնակը։ Բաղային նաեւ ընդգծել է Իրանի ազգային շահերը չափահովող ցանկացած առաջարկ անընդունելի է։ Հիմա այս ամբողջության մեջ նայենք։ Այսինքն Իրանը գնում է բանակցության, Ամերիկան ասում է պետք է չհարստացնես ուրանը, պետք է փակես լաբորատորիաները, վերացնես գործարանները։ Իրանն ասում է պետք է հարստացնեմ ուրանը, լաբորատորիաները չեն փակելու, գործարանները չեն փակելու։ Արի խոսում ենք, արի պայմանավորվենք, խաղաղ ուրանի հետ կապված ենք խոսում։ Այդ ծրագրերը չի դադարելու։ Հիմա Ամերիկան մի տարբերակ ունի հարվածելու։ Ու միջոցով Իսրայելի, որի հետ կապված կանխարգելիչ արդեն Իրանը ասեց, որ Իսրայել իմացի ես քո բոլոր կետերը գիտեմ։ Եթե դու Ամերիկայի ձեռքին գործիք ես դառնալու, կարող է դու ուղղակի չկարողանաս քո պետությունը պահես։ Հիմա սա է վիճակը։
Այսինքն հիմա մենք ակնհայտ տեսնում ենք, որ հարցը կարգավորված չի Միացյալ Նահանգներից Իրան, Ամերիկան այսօր պատրաստ չի հարվածել, բայց Իրանը չի բացառում, որ կարող է հարվածի։ Ու այս ընթացքում մենք ինչով ենք զբաղված։ Իսկ հիմա նայենք աշխարհում նաև ուկրաինական ֆրոնտի հետ կապված է շատ հարցեր ալում, լարվածությունը բավական մեծ է, նաև նայում ենք, թե ինչպիսի հարվածներ են հասցնում Ռուսաստանի տարածքին, նրանք էլ պատասխան հարվածներ են հասցնում, բայց մի հատ հետաքրքիր ինֆորմացիա կար, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ չի վախենում ուկրաինական պատերազմը համաշխարհային ասպարեզ տարածել։ Ռուսները չափազանց թույլ են դրա համար։ Նրանք նույնիսկ չեն կարող հաղթել Ուկրաինային։ Այդ պատճառով նրանք չեն կարող իսկապես հարձակվել ՆԱՏՕ-ի վրա, կարծում է Հունգարիայի վարչապետը։ Օրբանը հայտարարել է, որ Եվրոպան պետք է ամրապնդի երկարաժամկետ հեռանկարում, քանի որ ռուսները հասկանում են միայն ուժի լեզուն։ Իդեպ սա որ կար, մի շարք վերլուծաբաններ ողողել էին համացանցը, նկատի չունեմ տեղական մենակ։ Տեղականները հատկապես մեծ ուշադրություն չէին դարձրել, որ գլուխ չեն քանում, թե ես ինչ ասում է Օրբանը, ոնց Օրբանը հիմա արդեն սենց բան ասում, Ռուսաստանը թույլ է, իսկ Ուկրաինային չի կարողանում հաղթի, ոնց հազիվ գլխի անգել արդեն անցել է եվրոպական, համաեվրոպական ծրագիրն է պաշտպանում, չենք հասկանում ես ինչ է կատարում։ Ժողովուրդ ջան, եթե չեք հասկանում ինչ է կատարում, պետք չի մտնել եթեր ու ասել չենք հասկանում ինչ է կատարում։ Դրա համար ավելի լավ է այդ ժամանակը ծախսեիք մտնեիք մերալիք, մի հատ հասկանայիք, թե ինչ է կատարվում։ Ինչի համար է Օրբանը հիմա ասես կտրուկ փոխել իր քաղաքականությունը, իրականում շատ բան չի փոխել, ուղղակի դա էլ հասկանանք, որովհետև դա էլ լավ։ Առաջինը ինքը Եվրոպային ժեստ է անում, որտես ես հասկանում եմ, այս Ռուսաստանը թույլ է եւ այլևս, հետո որ դարակից հանի ասի, բա ասել եմ, չէ, որ մենք էլ այո, պետք է զինվենք, այս անենք Եվրոպայի հետ, բայց ինչա դրանով ասում։ Ինքը գիտի, որ հիմա Եվրոպան զինվում է, իրենց հասարակություններին ասում են պետք է զինվենք, այդ հասարակությունները ժողովրդավարական երկրներում հաշվետու է իշխանությունը այդ ժողովրդին, ասում կարող ես բացատրել մենք ինչի ենք զինվում, ով է մեզ համար վտանգ ներկայացնում։ Ինչի ենք զինվում։ Ինչու պիտի սոցիալական ծրագրերը չանենք դրա փոխարեն զինվենք։ Ասում են սոցիալական ծրագրերի հաշվին չենք անելու, ուրիշ ճյուղերից ենք անելու։ Ասում են որտեղից էլ անես, եթե փող ունեիր, սոցիալականի վրա ծախսեիր։ Այսինքն նա պետք է հաշվետու ունի։ Դրա համար նա ամեն օր ներկայացնում է Ռուսաստանը, որ ահաբեկչական երկիր է։ Ամեն օր ներկայացնում է, որ Ռուսաստանը հոխորտում է։ Ամեն օր ներկայացնում ասում է, տեսեք, ասում է Լոնդոնն են գրավելու, տեսեք, ասում է Փարիզն են գրավելու, Բերլինը։ Հատուկ վերլուծաբանները ներկայացնում բոլոր սպառնալիքները հանում են, իրանց ժողովրդին ցույց տալ, ասում են ժողովուրդ ջան, ուզում եք բարեկեցիկ ապրեք, բայց ձեր երկիրը ոտատակ են տալի։ Հիմա ինչ է անում Օրբանը, որպեսի արդարացնի, որ ասում է պետք չի զինվել, պետք չի էս անել, պետք չի, այն ասում է ժողովուրդ ջան, ինչի ենք այդքան փող ծախսում, Ռուսաստանը մեր վրա չի հարձակվելու։ Ինչի եք ծախսում, որովհետև ժամանակին ինքը որ բոյկոտ էր անում, իրան ասում էին քեզ ձայնի իրավունքից կզրկենք, դու համաեվրոպական ծրագրին դեմ ես գնում։ Հիմա ասում է, չէ, ժողովուրդ ջան, ես այդ լրիվ համաձայն եմ, որ մենք պետք է զինվենք, բայց հասկացեք, Ռուսաստանից վտանգ չկա։ Այսինքն հասկացնում է, որ իմաստը որն է, որ ծախսանել, եթե Ռուսաստանից վտանգ չկա։ Իրականում նա էլի դա անում է Ռուսաստանի շահերը սպասարկելու համար, որովհետև տեսնում է, որ համաեվրոպական ծրագիրը նայել լավ էլ զինվել։ Եվ իսկ ինքը դա հասկանում է, որ դա ալնում է ում դեմ, դա լինում է Ռուսաստանի դեմ։ Ինքն էլ դրա համար երկու կողմանի քայլ է անում, էլ իրան թված մի շատ նենց նուրբ դիվանագիտական քայլ արել, ժեստանի Եվրոպային, բայց Ռուսաստանին ասի, տեսակ հիմա հասարակությանը համոզում են, որ քեզանից վտանգ չկա։ Իսկ հիմա նայենք, ինչի համար եմ ասում, դա այն ֆոնին, երբ որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ դաշինքը մտադիր է առաջիկա 3-5 տարում նախապատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր հակամարտությանը։ Ռուսաստանը 4 անգամ ավելի շատ զինամթերք է արտադրում, քան ՆԱՏՕ-ի բոլոր երկրները միասին վերցրած, թեև նրա տնտեսությունը 25 անգամ փոքր է դաշինքի տնտեսությունից։ Ռուսաստանի տնտեսությունն արդեն 100%-ով գտնվում է պատերազմական ռելսերի վրա։ Զինամթերքը ցանկացած հակամարտության հիմքն է, եթե պաշար չունես, չարժե այն սկսել, նշել է Ռյուտեն։
ՆԱՏՕ-ն կպահպանի իր խոստումը ընդունել Ուկրաինային իր շարքերը, նույնիսկ եթե այն չներառվի Հյուսիսատլանտյան դաշինքի առաջիկա գագաթնաժողովից հետո կայանալիք հաղորդագրության մեջ, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ Ռյուտեն նաև կոչ է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ազդել Վլադիմիր Պուտինի վրա Ուկրաինայի դեմ ագրեսիան դադարեցնելու համար։ Թրամփը պետք է սկսի քննարկել նախագահ Պուտինի հետ, թե ինչպես ավարտել այս սարսափելի պատերազմը, ասել է ՆԱՏՕ-ի ղեկավարը։ Ռուսաստանը միավորվել է Չինաստանի, Հյուսիսային Կորեայի և Իրանի հետ։ Նրանք ընդլայնում են իրենց զինված ուժերն ու հնարավորությունները։ Պուտինի ռազմական մեքենան արագանում է, այլ ոչ թե դանդաղում։ Ռուսաստանը վերականգնում է իր ուժերը չինական տեխնոլոգիաների օգնությամբ և ավելի արագ է արտադրում զենք, քան մենք կարծում էինք, ընդգծել է Ռյուտեն։ Հիմա դուք էս որ հիմա կարդացի, դե հիմա վերևին է որ ասեցի, հիմա համեմատեք, որովհետև նույն Օրբանը ՆԱՏՕ-ի անդամ պետություն է, Եվրամիության անդամ պետություն է, բայց Ռուսաստանի փոքրիկ եղբայրն է Եվրոպայում։ Հիմա տեսակ, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հասարակության ներողություն, Գերմանիայի պաշտպանության նախարարության հատուկ ծառայություններից նաև վերլուծություն են ներկայացնում, որ ասում են Ռուսաստանը պատրաստում է հարձակման, նաև Բալթյան երկրների եւ այլ եւ այլ։ Այսինքն իրանք անընդհատ Ռուսաստանի բոլոր այդ հոխորտանքները ներկայացնում են հասարակությանը։ Հիմա փորձում է այլ քաղաքականություն որդեգրել Օրբանը, որի մասի Ժողովուրդ ջան Ռուսաստանից վտանգ չկա, բայց այդ առիթով են կարողանում հասարակությանը մոբիլիզացնել եւ այդ ծախսերը անել։ Այնպես որ այդ ծախսերը անելը շատ ճիշտ է Եվրոպայի անվտանգության համար, կարծում եմ, որ դա մեզ համար պակաս կարևոր չէ, ճիշտ ձևով կողմնորոշվելու պարագայում։ Հիմա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել չմոռանալ, թե ինչպես է Խորհրդային Միությունը օգնել ԱՄՆ-ին հաղթել Երկրորդ համաշխարհային պատերազմում։ Մենք այն մարդիկ ենք, ովքեր հաղթեցին Երկրորդ համաշխարհային պատերազմում։ Ռուսաստանն իսկապես օգնեց, նրանք կորցրել են 51 միլիոն մարդ։ Մենք դա չենք կարող մոռանալ։ Իհարկե ես շատ զարմացած եմ, որ լավ Դոնալդ Թրամփը պատմություն չգիտի, այդ նորություն չի, բայց իր թիմում մեկը չկա, որ ասի 51 միլիոն մարդ Ռուսաստանը չի կորցրել։ Ընդհանուր համաշխարհային պատերազմի ժամանակ 55-ից 60 միլիոն մարդ զոհվել են, ստույգ հաշվելը շատ բարդ է, որտեղ այդպիսի պատերազմի դեպքում շատ բարդ է։ Համենայն դեպս այս թիվը, որ հնչեցրել է Դոնալդ Թրամփը, դա վերաբերվել է ամբողջ պատերազմի զոհերին, ոչ թե Ռուսաստանի։ Ցանկացած հաշվարկով Ռուսաստանի զոհերը ժամանակին ասում էին 20 միլիոն, այդ թիվն էին ֆիքսում եւ տարածում, հետո հաշվարկների արդյունքում այդ թիվը հասավ 26 միլիոն, բայց որտեղ 26-ը, որտեղ 51-ը։ Սա մեկ։ Երկրորդ, շված չէր լինի, որ Դոնալդ Թրամփը դա իմանար։ Եվ երկրորդ, երբ որ ասում է, որ մենք այն մարդիկ ենք, ովքեր հաղթեցին Երկրորդ համաշխարհային պատերազմ, Ռուսաստանն իսկապես օգնեց այդ հաղթանակին։ Հիմա հարց է ծագում, ով ում օգնեց։ Դոնալդ Թրամփը տեղյակ չի, որ Ռուսաստանն մինչև 41 թվականի հունիսի 22-ը ինքը Գերմանիայի դաշնակիցն էր։ Գերմանիան այն կողմից էր հավաքում, Ռուսաստանն այս կողմից էր հավաքում։ Ինքը չի տեսել, որ նացիստական Գերմանիայի գործընկերը Ստալինն էր եւ ինչ արագությամբ Հիտլերն էր առաջ գալի, բա ոնց Հիտլերն ու Խորհրդային Միությունը հարևան դառան, բա թե հենց այս կողմից նա էր հավաքում, այն կողմից նա։ Չեք տեսել քարտեզը։ Եվ բացի դրանից, հունիսի 22-ին հարձակվել է Խորհրդային Միության վրա Գերմանիան։ Բա ոնց է, որ Ամերիկային է օգնել Խորհրդային Միությունը։ Ամերիկան երբ է պատերազմի մեջ մտել։ Ամերիկան պատերազմի մեջ մտել է, երբ որ Փիրխ Հարբերին հարված հասցրեց Ճապոնիան 41 թվականի դեկտեմբերի 7-ին, այսինքն հունիսի 22-ից քանի ամիս հետո։ Ում վրա է պատերազմը սկսել, որ հետո ով է օգնել։ Ամերիկան է Խորհրդային Միությանը օգնել, թե Խորհրդային Միությունը Ամերիկային այդ պատերազմում։ Իսկ որից հետո Միացյալ Նահանգները պատերազմը հայտարարել Ճապոնիային եւ տեսնելով այդ հաջողությունը Ճապոնիայի, նաեւ դեկտեմբերի 11-ին Գերմանիան եւ Իտալիան պատերազմ հայտարարեցին Միացյալ Նահանգներին։ Այսինքն Միացյալ Նահանգները պատերազմի մեջ մտել է ավելի ուշ, քան Խորհրդային Միությունը։ Իսկ մինչև այդ ինքը արդեն Խորհրդային Միությանը օգնում էր ինչով որ կարողանում էր։ Զորքով չէր օգնում, բայց օգնում էր մնացած բոլոր հարցերով։ Իսկ ինչ վերաբերվում է Փիրխ Հարբերին հարվածի դեպքում, այդ էլ մենք ուշադրություն դարձնենք, որ դա գտնվում է Հավայան կղզիներում ամերիկյան բազան, իսկ այդ ժամանակ որն էր նրա կարգավիճակը։
դա անգամ Ամերիկայի Միացյալ Նահանգների բուն տարածքը չէր։ 1898 թվականին իսպանացիների հետ ամերիկացիների պատերազմի արդյունքում 1900 թվականին, երբ որ անեքսիայի ենթարկեց Հավայան կղզիները Միացյալ Նահանգները, նրան տվեց ինքնակառավարվող տարածքի կարգավիճակ։ Այսինքն 41 թվականի դեկտեմբերի 7-ին Փիրխ Հարբալ, այսինքն Հավայան կղզիները ինքնակառավարման տարածքի կարգավիճակ ունեին։ Նա նահանգ է դարձել 1959 թվականին, 50-րդ նահանգը։ Ուզում ասեմ Ամերիկայում մենք, որ ասենք ասում ենք հարձակվեցին Ամերիկայի վրա, դա ուղղակի ասում ենք, իրականում դա հարձակում չէր Ամերիկայի վրա։ Ամերիկայի կողմից վերահսկող տարածքի վրա, ամերիկյան բազայի վրա։ Դե ամերիկյան բազայի վրա ուրիշ տեղեր են, կարելի է կարծել Իրաքում չեն հարվածում կամ ուրիշ տեղ։ Իհարկե շատ ծանր հարված են հասցրել, դրա մասին չի խոսքը։ Բայց ուզում եմ ասեմ, անգամ ֆորմալ առումով Ամերիկայի վրա չէին հարձակվել, Ամերիկան կարար որոշեր պատերազմի մեջ մտնի թե չէ, բայց հասկացավ իրենց զգուշավորությունը հանգեցրեց նրան, որ այդքան լկտիացավ Ճապոնիան, այդքան լկտիացավ Գերմանիան եւ Իտալիան։ Այսինքն արդյունքում ի վերջո, բայց մինչև այդ Ամերիկայի Միացյալ Նահանգները ամեն ինչով օգնել է խորհրդային միությանը։ Պետք չի պատմությունը ինչքան պետք է չսիրես քո երկիրը, որ քո պատմությունը կեղծես հոգուտ մյուս երկրի։ Լավ դու Նիկոլ Փաշինյանը չես, որ իր սեփական երկրի պատմությունը կեղծի կողքինի համար պատմություն գրելու համար։ Այսինքն ասած այդ մի քանի նախադասության մեջ մի քանի սխալ կա։ Իմաստը, էլի դա ասելու իմաստը ո՞րն է։ Իսկ հիմա նայենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում էլ լարվածություն կա, ԱՄՆ դաշնային կառավարությունը որոշել է կրկնապատկել ազգային գվարդիայի Լոս Անջելեսում հակամիգրացիոն ռեյդերի դեմ բողոքի ցույցերի ֆոնին տեղակայված զորքերի թիվը հասցնելով այն 4000-ի։ Կալիֆոռնիայի նահանգապետ դեմոկրատ Գևին Նյուսոմը Լոս Անջելեսում բողոքի ցույցերը ճնշելու համար ծովային հետևակայիններին օգտագործելու Տրամպի որոշումը որոշել է հակաամերիկյան։ Նյուսոմն ասել է, որ նման ստորաբաժանումները պետք է պայքարեն արտաքին սպառնալիքների դեմ, ոչ թե ներքին։ Նրանք չպետք է ուղարկեն ամերիկյան հող մեր սեփական քաղաքացիների դեմ կռվելու եւ բռնապետ նախագահի խելայեղ ֆանտազիան իրականացնելու համար, ասել է Կալիֆոռնիայի նահանգապետը։ Նյուսոմը խոստացել է դատի տալ Տրամպին։ Ամերիկյան օրենքների համաձայն դաշնային վերահսկողության տակ գտնվող անվտանգության ուժերը անկարգությունների դեմ պայքարում կամ արտակարգ իրավիճակի դեպքում ներգրավվելու համար նահանգային իշխանությունները պետք է իրենք համապատասխան հարցում ներկայացնեն Վաշինգտոնին, մինչդեռ Տրամպը դա արել է իր կամքով, այսինքն նրանք չեն դիմել, ինքը մտցրել է։ Հիմա սա ինչի մասին է խոսում այս լարվածությունը։ Իհարկե, այս լարվածությունը տարածվել է շատ քաղաքներ, որովհետև խոսքը միայն չի վերաբերում միգրացիոն քաղաքականություն։ Այնպես ստացվել է, որ նա ով դժգոհ է Տրամպի քաղաքականությունից, նրանք փողոց են դուրս գալիս, դժգոհությունը օգտագործելով այս միգրացիոն, որովհետև Ամերիկայի Միացյալ Նահանգներում շատերն էլ կարող է շատ դժգոհ լինեն այդ միգրացիոն քաղաքականության հետ կապված, ապօրինի միգրանտներից կրակն են ընկել, այդ նորություն չի, գիտենք։ Բայց եւ միևնույն ժամանակ մենակ դա չի պատճառը, որ տարբեր քաղաքներում, տարբեր բնակավայրերում ոտի են կանգնում, ուղղակի սա ոնց որ առիթ հանդիսացավ այս լարվածությունը իրենց բողոքը, իրենց դժգոհությունը հայտնեն Տրամպի կողմից վարվող քաղաքականությունից։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը հայտարարել է, որ եթե ինքը լիներ ԱՄՆ իրավապահների տեղում, ապա կձերբակալեր Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմին։ Ինձ դուր է գալիս Գևին Նյուսոմը, նա լավ տղա է, բայց նա բացարձակապես ոչ կոմպետենտ է, դա բոլորը գիտեն, հավելել է ԱՄՆ նախագահը։ Դեմոկրատ նահանգապետ Նյուսոմը հակադարձել է, ես հույս ունեի, որ Ամերիկայում այդ օրը երբեք չեմ տեսնի, ինձ համար միևնույնն է, դու դեմոկրատ ես, թե հանրապետական, դա այն սահմանն է, որը մենք որպես ազգ չենք կարող հատել, դա հաստատ քայլ է դեպի ավտորիտարիզմ։ Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալն էլ ասել է, որ Կալիֆոռնիայի նահանգապետ Նյուսոմի ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպին դատի տալու որոշումը անվանել է խղճուկ կապված նրա Լոս Անջելես նահանգի ազգային գվարդիան տեղակայելու հրամանի հետ։ Այսինքն այս լարվածությունը տեսնում եք, Դոնալդ Տրամպը դրսում մեծ հաջողություններ չունենալու պարագայում, ցախողված տնտեսական քաղաքականության պարագայում շատ կոշտ ձևով գնաց այս քայլերին։ Կարելի է շատ ավելի մեղմ այս քայլերին գնալ եւ լուծում ունենալ, բայց այս ձևի ագրեսիվ քայլով հաստատ դա լուծման չի բերելու։
Իհարկե մենք ուշադրությամբ կհետևենք ինչա կատարվում, բայց ամեն դեպքում սա չէր այն ճանապարհը, որը ասվեց։ Բայց մի հատ էլ հարց կա շատ հետաքրքիր բան, The New York Times-ի ձեռքում է հայտնվել Ռուսաստանի Դաշնության FSB-ի, այսինքն Անվտանգության դաշնային ծառայության 8 էջանոց գաղտնի զեկույցը, որտեղ Չինաստանը համարում է Ռուսաստանի թիվ 1 թշնամի, ի հակառակ Ռուսաստանի իշխանությունների պաշտոնական կարծիքի։ Եվ մանրամասն այդ 8 էջում նշված է, թե ոնց են նրանք հետևողական ցանկանում վերցնել Ռուսաստանի տարածքը, ինչ են անում, որ ասում են այդ տարածքները մերն է, ինչ հետախուզական աշխատանքներ են կատարում Ռուսաստանի դեմ, բայց քանի որ հիմա Ուկրաինայում պատերազմում է Պուտինը, չի կարողանում դուրս գա Չինաստանին իր տեղը դնի, այսպես ասած, ինքը լռում է, բայց այդ զեկույցը դրվել է իր սեղանին, որ թիվ 1 թշնամին Ուկրաինան չի, Ամերիկան չի, Եվրոպան չի, Չինաստանը հետևողականորեն գրավում է Ռուսաստանը, ինչի համար եմ ես սա ասում։ Այսինքն սա այն ամեն ինչի մասին, որ մենք պարբերաբար խոսել ենք, որ Վլադիմիր Պուտինը առճակատման գնալու համար արևմուտքի հետ ստիպված է ինքը շատ հարցերում զիջի Չինաստանին, բայց Չինաստանը դրանով չի բավարարվում, որ տարածքա վերցնում Ռուսաստանից երկարաժամկետ վարձակալությամբ, կամ վերցնում է որոշակի քաղաքներ, որտեղ դնում է տնտեսություն զարգացնում, բայց պարտադիր բերում իր աշխատողներին։ Ասում է դուք որ կարողանայիք զարգացնեիք, դու այն այնքներդ կանեիք, տվել եք ինձ, դե ես կբերեմ չինացին են, դա առիթ է հանդիսանում, վաղը երբ ցանկանան այդ մարդիկ մի հատ շատ բարդ պայմաններ չի, որ նրանք կարողանան քաղաքացիություն ձեռք բերեն, Ռուսաստանի քաղաքացիություն կստանան եւ վաղը շուր կգաս կտեսնես տասնյակ ու հարյուրավոր միլիոնավոր մարդիկ հայտնվեցին Ռուսաստանի տարածքում։ Այն Ռուսաստանի տարածքում, որտեղ տիտղոսային ազգը չի էլ աճում բնակչությունը։ Այսինքն սա խոսում է նրա մասին, որ այս վտանգի մասին երևի համարյա օր չի լինում, որ չենք խոսում, որ ի վերջո այդ վտանգը մեզ էլ է, չէ, հետարքրում։ Ռուսաստանը ինքը իր երկիրը տերն է տալիս, բայց աչքը գցում է ուրիշ տեղերին։ Վայ Ուկրաինան էլ է իմը, վայ Հայաստանն էլ է իմը, Վրաստանն էլ է իմը եւ այլ եւ այլ։ Զբաղվի քու երկրով, զբաղվի քու տնտեսությամբ։ Երկիրը տերն է տալիս։ Այն աշճանի, որ քու դաշնային ծառայությունը զեկույց է ներկայացնում, որ հասկացի, իսկ դա ինչի համար, իսկ այդ արտահոսքն էլ ես իմիջայլով պատահական չեմ համարում։ Իրանք կարող է ասել են Պուտինը ռիսկ չի անում դա ոնց ընթաստա Չինաստանի դեմ, իրանք հանել են դուս, որ դրսից հնչի դա, որպեսի Պուտինին փաստի առաջ կանգնացնեն, որ դու զգուշացված էիր, որ մեր պետությունը Չինաստանը գրավում է, դու զգուշացված էիր, զեկույցով, վերլուծությունով ներկայացված էր բոլոր վտանգները։ Այնպես որ ուզեմ ասեմ, սա էլ է մեզ շատ հետաքրքիր, որովհետև նոր աշխարհակարգի հետ կապված տեսնում ենք այն երկիրը, որը ցանկանում է Հայաստանում տիրապետությունը պահպանել, այդ երկիրը իր երկիրը կորցնում է։ Դե հիմա պատկերացնում եք ինչքան է դա մեզ համար հետաքրքիր, որ ուսումնասիրենք։ Դե ինչ այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղմ 1 լայք կոճակը, բաժանորդագրվեք այդ Վարդանտինյան YouTube-յան ալիքին, սեղմ 1 զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։